Բարև ձեզ Տիկին Մանասյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու և այսօր հետաքրքիր զրույց ունենալու ակնկալիքով միասին քննարկելու, խոսելու ինչպիսի հարցեր և հիմնախնդիրներ ունենք գենդերային հավասարության, կանանց իրավունքների ոլորտում Հայաստանի։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ, թե այս ոդքասթի հրավերն իրականացնելու, թե նաև այսպիսի կարևոր թեմա հասցեավորելու համար։ Իրականում թեման շատ կարևոր է թվում եւ ոչ միայն թվում, այլ կա իրականում, սակայն զգացողություն ունեմ, որ կան հարցեր, որոնք ավելի քիչ են քննարկվում։ Միգուցե սկսենք այնտեղից, որ ձևակերպենք խնդիրները, ըստ ձեզ եւ հաշվի առնելով ձեր փորձառությունը, որոնք են այն ամենակարևոր խնդիրները կանանց իրավունքների ոլորտում, որոնք կցանկանայիք առանձնացնել։ Նախ նշեմ, որ իրապես թեման չափազանց կարևոր է, բայց ցավալին այն է, որ երբեմն այն կամ չի բարձրաձայնվում, կամ սխալ տրամաբանությամբ է բարձրաձայնվում ու նաև սխալ եզրահանգումների է հանգեցնում։ Հետևաբար ես կուզենամ խոսել այն հիմնական խնդիրների մասին, որոնք նաև հասարակության տեսանկյունից պետք է տեսանելի լինեն եւ նաև հասարակական մակարդակում պետք է փոփոխությունների ենթարկվեն, իհարկե դրա հիմնական պատասխանատուն պետք է լինի պետությունը, պետական իշխանությունը։ Նախ նշեմ այն կարծրատիպային պատկերացումները, որ մենք դեռևս շարունակում ենք ունենալ եւ դա ցույց է տալիս թե մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը, թե որպես մարդու իրավունքների պաշտպան իմ բոլոր այցերը, որ ունենում եմ տարբեր բնակավայրեր Հայաստանի եւ զրուցում եմ տարբեր խմբեր ներկայացնող անձանց հետ եւ հասկանում եմ այն ընդհանուր պատկերացումները, որ նրանք ունեն։ Եվ բնականաբար այս կարծրատիպերի զարգացմանը շատ նպաստում են ընդհանրապես մեր հանրային գործիչների մոտեցումները եւ նրանց գործունեությունը ու նաեւ զանգվածային լրատվության միջոցների, ինչը պակաս կարևոր չէ։ Կուզենամ նշել, որ այս կարծրատիպային մոտեցումները ընդհանուր առմամբ վերաբերում են գենդերային հավասարության գրեթե բոլոր բնակավարներին։ Օրինակ, մենք ունենք կանանց եւ տղամարդկանց այսպես կանխորոշված որոնք մեզ թվում է, որ երբեք չպետք է խախտվեն։ Օրինակ, որևէ մասնագիտություն, որը բացառապես տղամարդու համար է նորմալ դիտարկվում սովորելու եւ այնուհետեւ այդ ոլորտը իրականացնելու գործունեության ոլորտը իրականացնելու տեսանկյունից կամ հակառակը կանանց համար։ Օրինակ, ուսուցչական անձնակազմի տեսանկյունից մեծ մասը կանայք են եւ շատ դեպքերում դրան հանգեցնում են հենց կարծրատիպային մոտեցումները սոցիալական դերերի առումով, բայց կան նաև բնակավարներ, որտեղ մեծամասնությունը տղամարդիկ են, օրինակ պաշտպանության ոլորտը, մինչդեռ սրանք ոլորտներ են, որտեղ միանշանակ պետք է գենդերային հավասարությունը երաշխավորված լինի, որովհետև բոլոր ոլորտներում էլ թե կանանց, թե տղամարդկանց մասնակցությունը շատ կարևոր է։ Կուզենամ նաև նշել որոշ խտրականության, հենց դրսևորումներ, որոնց բախվում են թե կանայք, թե նաև տղամարդիկ, թե իրենց գործունեության, թե նաև կյանքի համատեքստում։ Օրինակ, շատ դեպքերում տղամարդկանցից այսպես պահանջում են ընդհանրապես էմոցիոնալության բացակայություն կամ տղամարդու վրա ամբողջությամբ դնում են ընտանիքի համար գումար վաստակելու բեռը, որը շատ դեպքերում խտրական ձևաչափով է տեղի ունենում։ Կամ օրինակ կանայք անընդհատ թիրախավորվում են, եթե հատկապես հանրային կյանքում են ներգրավված, որ նախ չես կարող, դա քեզ համար չէ, այդտեղ ուժեղ տղամարդ է պետք եւ այլն, բացի դրանից նաեւ կանայք շատ ավելի լուրջ ձևաչափով են թիրախավորվում հանրային մակարդակում։ Դրան գումարվում է այն, որ շատ դեպքերում օրինակ երեխայի խնամքի ամբողջ պատասխանատվությունն ու պարտականությունն է կնոջ վրա դրվում եւ այսպես շարունակ, բայց շատ երկար չխոսեմ ինքս անձնապես, որպեսզի անհետաքրքիր չդառնա, քանի որ մենք հետաքրքիր ոդքասթային տրամաբանություն նաեւ ունենք, բայց ուրախ կլինեմ մեր զրույցի հետագա համատեքստում խոսել նաեւ ավելի մանրամասն այս խնդիրների մասին։ Դուք մի անգամից թիրախավորեցիք հենց այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրենք մեր զրույցի ընթացքում եւ երևի սկսենք հենց այն հասկացությունից գենդերային հավասարություն, որովհետեւ կա թյուրընկալում, որ գենդերային հավասարությունը դա կանանց իրավունքների երաշխավորման մասին ինչ որ գործընթաց է, երբ անհրաժեշտ է ասել տղամարդիկ, դուք
հեռացեք, որովհետև պետք է գան կանայք։ Այնինչ գենդերային հավասարությունը նշանակում է երկու գենդերների հավասար ներգրավվածություն, ինչպես դուք ճիշտ նկատեցիք, մենք ունենք մեծագույն խնդիր հատկապես կրթական ոլորտում, երբ գրեթե ամբողջ մանկավարժական ուսուցչական կազմը կանայք են։ Եվ ցույց է տալիս հետազոտություններ ունենք, որոնք որ ասում են, երբ օրինակ մաթեմատիկայի ուսուցիչը լինում է տղամարդ, աշակերտների առավել բարձր առաջադիմություն է լինում դասարանում կամ նմանատիպ այլ իրավիճակներ։ Մի փոքր երևի նաև բացատրենք գենդերային հավասարություն եզրույթը։ Շատ ճիշտ նշեցիք, որ գենդերային հավասարության գաղափարը, ինչպես իրավահավասարությունը եւ հակախտրականությունը գրեթե բոլոր հիմքերով շատ թյուրընկալումների տեղիք է տալիս, որովհետև մեր հասարակությունում կարծում եմ առկա չեն պատշաճ ընկալումներ այս բոլոր ոլորտների հիմքերի պաշտպանող հատկանիշների եւ այլնի հետ կապված։ Նախ նշեմ, որ այո, գենդերային հավասարությունը, ինչպես իրավահավասարության ցանկացած այլ ոլորտ, չի ենթադրում որևէ մեկին արտոնությունների տրամադրում, այն պարզապես ենթադրում է հավասար հնարավորությունների նախատեսում։ Եվ եթե գենդերային հավասարության մասին խոսենք, ապա պարտադիր պետք է հասցեավորենք նաև տղամարդկանց վերաբերելի խնդիրները, որոնք ոլորտում կան, բնականաբար կանանց վերաբերելի խնդիրները եւս եւ նաև գենդերային ինքնության եւ սեռական կողմնորոշման հիմքով գենդերային հավասարությունը։ Եթե վերադառնամ ձեր հարցադրմանը, մասնավորապես կանանց եւ տղամարդկանց առումով իրավահավասարության հետ կապված խնդիրները, ապա միանշանակ պետք է նշեմ, որ շատ դեպքերում տղամարդիկ են հենց խտրական մոտեցումների արժանանում տարբեր պատճառներով, այդ թվում կարծրատիպային մոտեցումների պատճառներով։ Ես արդեն զրույցի սկզբում նշեցի, օրինակ, նրանք շատ դեպքերում կարող են թիրախավորվել մի քիչ ավելի էմոցիոնալ լինելու պատճառով կամ իրական դեպք է եղել եւ տարբեր պետություններում նմանատիպ դեպքեր ըստ էության արձանագրվել են եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը եւս անդրադարձել է այս խնդրին։ Հայրը, որը միայնակ է մնացել երեխաներին խնամելու համար, պարզապես չի կարողացել երեխայի խնամքի արձակուրդ վերցնել այն պատճառով, որ ըստ էության իրեն ասվել է, որ այս արձակուրդը բացառապես մայրերի համար է նախատեսված, մինչդեռ կյանքի հանգամանքների բերումով հայրը միայնակ էր մնացել եւ երեխայի խնամքը հենց ինքը պիտի իրականացներ։ Կան նաև դուք էլ նշեցիք, ես էլ շեշտադրեմ, օրինակ մասնագիտությունների տեսակներ կամ ոլորտներ, որտեղ նորմալ չի դիտարկվում տղամարդկանց ներգրավվածությունը։ Կանանց պարագայում, երբ մի փոքր միգուցե ավելի շատ է խոսվում այս խնդրի մասին, պատճառը հիմնականում այն է, որ ավանդաբար կանայք շատ ավելի մեծ խտրական դրսևորումների են հանդիպել եւ դրա պատճառով այս խնդրի մասին շատ ավելի հաճախ է սկսել խոսվել եւ հիմա էլ շարունակում խոսվել, որովհետեւ օրինակ հանրային կյանքում ներգրավվածություն շատ երկար տարիներ առաջ կանայք ընդհանրապես չունեին, ի նկատի ունեմ որոշում կայացնելու կամ որոշում կայացնող պաշտոնների համատեքստում, իսկ հետո էլ նույնիսկ երբ ունեին, դա ավելի շատ դիտարկվում էր կամ որպես բացառություն, կամ որպես այնպիսի մի իրավիճակ, որ դե կինը այլ բանով զբաղվելու հնարավորություն չունի, անձնական կյանք չունի եւ այլն եւ դրա համար է այստեղ ներգրավում եւ դա խոչընդոտում էր այլ կանանց ներգրավմանը ոլորտում։ Ես չի ասի, որ այս ամենը հիմա գոյություն չունի։ Միանշանակ մենք այս երևույթների հետ անընդհատ ենք բախվում։ Հետևաբար մենք պետք է կարողանանք միանշանակ բոլորի համար ապահովել հավասար հնարավորություններ եւ այո, շատ ավելի բարձրաձայնել այն խնդիրները, որոնք ռեալ կյանքում խնդրահարույց են։ Ի վերջո չմոռանանք, որ շատ երկրներում կանանց նույնիսկ ընտրելու իրավունք տվել են շատ քանի տարի առաջ, շատ ուշ ժամանակահատվածում, այո, եւ դա միանշանակ խնդիր է։ Եվ դուք խոսեցիք շատ կարևոր եւ զգայուն թեմայից, որը կարծրատիպերն են։ Եթե անգամ դիտարկենք, որ մենք օրենսդրորեն ունենք հավասար պայմաններ, ամբողջ դաշտը ստեղծված է հավասար գենդերի բոլոր ներկայացուցիչների համար բոլոր հնարավորությունները համաչափորեն կիրառելու համար, բայց թվերը խոսում են այլ բանի մասին։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության իրականացման ծրագրի մեջ կա այսպիսի վերլուծական թվեր, որոնք ինձ խիստ մտահոգեցին, օրինակ, Հայաստանում կանանց միջին վաստակը կազմում է տղամարդկանց վաստակից 64.5%։ Այսինքն այդ wage gap ասածը, աշխատավարձային տարբերությունը շուրջ 35% է։
Անկամ եթե խոսում ենք դրա մասին, որ ներգրավվածություն կա, սակայն կա նաև ավելի լուրջ խնդիր։ Երբ կանայք ներգրավում են չվճարվող աշխատանքի մեջ, շուրջ 67% պարագայում, դրանք երեխայի խնամքն են, գյուղաբնակ աշխատանքների ներգրավումն են եւ այլ տիպի ներգրավվածություն եւ մեկ այլ տիպ, որը ինձ խիստ մտահոգեց, գործատուների եւ ինքնազբաղված անձանց մեծամասնությունը, շուրջ 64%-ը տղամարդիկ են։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք թերագնահատվում են կանայք, թե պայմանները ստեղծվում են այնպիսին, որ կինը պիտի լինի տանը խոհանոցում երեխաների հետ։ Ըստ էության ես չկրկնամ այն խնդիրները, որոնց վերաբերյալ խոսեցիք, որովհետև դուք էլ շատ կարևոր խնդիրների ուշադրություն գրավեցիք։ Ես փորձեմ մի փոքր ավելի լայն սպեկտրով այս երևույթին անդրադարձ կատարել, քանի որ այո, մի կողմից այդ խտրական մոտեցումների համատեքստում կանայք չեն դիտարկվում որպես որոշակի աշխատանքներում կամ որոշակի պաշտոններում պատշաճ թեկնածուներ այդ ամենը իրականացնելու համար։ Դրանից բացի շատ այլ կարծրատիպերի համատեքստում դիտարկվում է, որ նրանք պարզապես պիտի ընտանիքի խնամքի հետ կապված հարցերով զբաղվեն եւ բազմաթիվ համայնքներում, տարբեր բնակավայրերում եւ նաեւ էթնիկ փոքրամասնությունների համայնքներում կանայք ընդհանրապես որևէ կերպ ընտանիքից դուրս այլ միջավայրում չունեն ներգրավվածություն եւ սրան գումարվում է հաջորդ կարևոր հանգամանքը այն, որ իրականում Հայաստանը իհարկե չի դասվում այն երկրների թվին, որտեղ կանայք կամ ընդհանրապես ներգրավված չեն աշխատաշուկայում, կամ շատ փոքր քանակությամբ են ներգրավված, այնպես է, որ կանայք ունեն համենայն դեպս նորմալ համարվող ներգրավվածություն աշխատաշուկայում, իհարկե վերջինս պետք է բոլոր առումներով զարգանա, բայց այստեղ կա մեկ այլ խնդիր, որը շատ ավելի խնդրահարույց եւ պրոբլեմատիկ է, այն, որ օրինակ դիտարկում ես որոշակի ոլորտներ, հասկանում ես, որ կանայք, այո, բավականին լուրջ ներգրավվածություն ունեն, բայց նրանք ներգրավված են բացառապես ցածր կամ միջին մակարդակներում աշխատանք իրականացնելու շրջանակներում, մինչդեռ ոլորտում որոշում կայացնողների բացարձակ մեծամասնությունը տղամարդիկ են։ Այո։ Սա հաջորդ խնդիրն է։ Իրականում միայն աշխատաշուկայում կանանց ներգրավվածությունը երաշխավորելով չէ, որ մենք կարող ենք հասնել գենդերային հավասարության բոլոր խնդիրների լուծման։ Շատ կարևոր է, որպեսզի նախ, ինչպես դուք էլ նշեցիք եւ նաեւ թվերն էին հուշում, աշխատաշուկայում կանայք ներգրավվածության պատշաճ մակարդակ ունենան, որովհետև իհարկե նշեցի, որ ծայրահեղ վիճակում չենք գտնվում, բայց դա միանշանակ լուրջ զարգացման կարիք ունի, նաև այդ առումով ներգրավվածությունը, բայց նաև կանանց գիտելիքները, հմտությունները պատշաճ գնահատվեն եւ նորմալ դիտարկվի այդ թվում որոշում կայացնող պաշտոններում նրանց ներգրավումը, լինի դա հանրային սեկտոր, թե լինի մասնավոր սեկտոր, բայց դրանից բացի շատ կարեւոր է նաեւ, որպեսզի խթանող գործոններ եւս ձևավորվեն, որովհետեւ ես շատ հաճախ եմ լսում այդ թվում տարբեր գործընկերների կողմից, որ որևէ մեկը չի արգելում կնոջը, օրինակ, գնալ աշխատանքի կամ զբաղեցնել որևէ հանրային պաշտոն։ Իմ պատասխանն այն է, որ այո, միգուցե որևէ մեկը գրավոր արգելք, որպես այդպեսին չի դրել, նաև բանավոր արգելք չի ներկայացրել, բայց այնպիսի պայմաններ են ստեղծված կնոջ համար, որ ակամայից անհնար է դառնում ընդհանրապես թե աշխատաշուկայում, թե հանրային միջավայրում նրա ներգրավումը։ Օրինակ, երբ խոսեցի կարծրատիպային մոտեցումների մասին, շատ համայնքներում ընդհանրապես նորմալ չի դիտարկվում այն, որ կինը կարող է ընտանիքից դուրս որևէ այլ զբաղվածություն ունենալ, արդյունքում ինչ է տեղի ունենում։ Արդյունքում կինը ոչ միայն աշխատաշուկայում չի ներգրավում, այսպես կոչված ճակերտներում բառը օգտագործեմ, իր ցանկությամբ եւ կամահայտնությամբ շատ դեպքերում պարտադիր կրթությունից է դուրս մնում, օրինակ էթնիկ փոքրամասնությունների համայնքներ ունենք, որտեղ շատ տարածված է վաղ ամուսնությունների երևույթը, բացասական երևույթը, եւ դա շատ դեպքերում հենց մարդիկ չեն պատկերացնում, որ խնդրահարույց է, հենց ինքը աղջիկը շատ դեպքերում չի պատկերացնում, որ խնդրահարույց է, որովհետեւ այդ միջավայրում է մեծացել, այո, եւ իրեն բոլորը ասել են, որ սա նորմալ է, հենց այսպես պետք է լինի, եւ այս առումով
պետությունն էլ ինքը չի կարող ասել, որ դե ես որևէ խոչընդոտ չեմ ստեղծել, հետեւաբար իմ բոլոր պարտավորությունները կատարված են։ Ոչ, այստեղ էլ շատ կարևոր է, որպեսզի պետությունը պատշաճ այդ խթանող քաղաքականությունը իրականացնի բոլոր արկա խնդիրները լուծելու համար։ Մասնավորապես, օրինակ, աշխատող մայրերը ունեն խնդիր, որտեղ թողնել երեխային։ Մանկապարտեզների քանակից սկսած, դպրոցների կարճ ժամերի հետ խնդիր ունենալու խոչընդոտին առնչվելով եւ հետ վերադառնալով մի շատ կարեւոր դրվագի, որը դուք մատնանշեցիք, խթանիչ մեխանիզմներ։ Այսօր քաղաքականության մեջ նաև կանայք մի քանի անգամ մտածում են նոր որոշում կայացնում հանրային պաշտոն զբաղեցնելու հետ կապված եւ բնականաբար շատ լավ գիտեն, որ դուք եւս թիրախավորվում եք ցանկացած կին, ով ունի քաջություն, խոսելու խնդիրների մասին, տարբերվող կարծիք արտահայտելու բնականաբար թիրախավորվում է նաեւ նրա ընտանիքը։ Եվ սա կարևոր ժամանակակից գործիքներից մեկն է, ատելության խոսքը, որը որ գործիք է դարձել լրացնելու։ Եվ կարծում եմ, որ սա երևի հենց այն խնդիրներից մեկն է, որի մասին հենց պետությունն էլ անելիք ունի, պայքար ունենալու ակտիվ, որովհետև կանայք շատ ավելի զգայուն են այս ամենին։ Այստեղ միշտ հակադրվում է ընտանիք, անձնական կյանք, քաղաքական ակտիվություն, հանրային դիրքորոշումներ եւ բերում է մի իրավիճակ, երբ կանայք միշտ խուսափում են որևէ պատասխանատվություն ունենալ։ Ես միանշանակ համամիտ եմ այն բոլոր գաղափարների հետ, որոնք հնչեցին, որովհետև ըստ էության դա շատ լավ նկարագրում էր այն միջավայրը եւ այն մթնոլորտը, որն արկա է եւ որի հետ ամեն օր մենք ինքներս ենք շփվում։ Կարծում եմ յուրաքանչյուր կին, որ այո, երբևէ քաջություն է ունեցել որևէ գործունեություն իրականացնելու, որը հանրային է կամ որևէ կարծիք արտահայտելու, որը կարող է մի փոքր տարբերվել մնացյալի ընդհանուր կարծիքից, միանշանակ թիրախավորվում է։ Այստեղ կուզենամ մի կարևոր հանգամանք շեշտադրել։ Սովորաբար, երբ խոսում ենք այս մասին, տղամարդիկ ասում են, որ բայց այնպես չի, որ տղամարդիկ չեն թիրախավորվում։ Իրականում յուրաքանչյուր հանրային գործիչ է թիրախավորվում եւ սա ընդունված մեթոդաբանություն է, կարծում եմ, ամբողջ աշխարհում, բայց կանանց թիրախավորման եղանակները լիովին տարբերվում են տղամարդկանց թիրախավորման եղանակներից, հատկապես մեր հասարակությունում, որտեղ մարդիկ նաև այդ բարոյականի եւ անբարոյականի դարձյալ բառերը ճակերտների մեջ եմ օգտագործում, որպես ինչ որ առումով նաև այդպիսի տարբերակումներ անելու համատեքստում բացասական երևույթ եւ այլն, եւ այս համատեքստում կանայք ավելի խոցելի են դառնում։ Օրինակ, շատ տարածված եղանակ է եւ ես ինքս թիրախավորման գրեթե բոլոր եղանակների հետ ինքս բախվել եմ եւ օրինակ կանանց շատ հաճախ են թիրախավորում արտաքին հատկանիշների հիմքով, տղամարդկանց պարագայում սրան գրեթե չես հանդիպի, մինչդեռ կնոջ պարագայում դա գրեթե ամենօրյա ռեժիմ է գրում եւ մենք այնպիսի հասարակությունում ենք ապրում ըստ էության, որտեղ դա չի էլ դիտարկվում որպես բացասական երևույթ, որպես օրինաչափություն է դիտարկվում եւ օրինակ եթե այլ հասարակություններում կարող է որևէ մեկը կնոջը թիրախավորել, այդ թվում հանրային գործունեություն իրականացնող եւ անմիջապես հակազդեցություն կստանա թե հասարակության, թե հիմնական դերակատարների կողմից։ Հայաստանում իրականում մենք դրա հետ չենք գործ ունենում, հակառակը մենք գործ ենք ունենում հակառակ երևույթի հետ, երբ ավելի մեծ թափ են տալիս, օրինակ, նման թիրախավորմանը, կամ երբ այդպիսի մեթոդներ օգտագործում են մարդիկ, որոնք օբյեկտիվորեն ենթադրվում է, որ այնպիսի գործունեության տեսակ են իրականացնում կամ պետք է իրականացնեն, որ հակառակը իրենք դրա դեմ պետք է պայքարեն, բայց իրենք այդ համատեքստում ունեն ներգրավվածություն։ Օրինակ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց անվանում են իրավապաշտպաններ, բայց ամենօրյա ռեժիմով նրանք հենց այսպիսի մեթոդաբանություն են կիրառում։ Երկրորդ հանգամանքը, որը դարձյալ օգտագործվում է կանանց թիրախավորելու համար, այն է, որ փորձում են հասարակությունում ընդունված բարոյական եւ անբարոյական այդ նորմերի համատեքստում ինչ որ իրավիճակներ գտնել, ցույց տալու համար, որ այդ նորմերին, օրինակ, կինը չի համապատասխանում։ Օրինակ, չգիտեմ, կարող է հորինան ինչ որ կամ տարածան տեղեկատվություն այն մասին, որ այս կինը անձնական հարաբերություններ ունի այսինչ մարդու հետ եւ դա օգտագործեն որպես ճնշման միջոց մարդու դեմ պայքարելու համար։
Այլ հասարակություններում սա որևէ մեկին չի հետաքրքրի, որովհետև որևէ մեկը չի գնա այդ տեղեկատվության հետևից եւ չի թիրախավորվի հետագայում կինը։ Մեր հասարակությունում այլ է իրավիճակը։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ հանրային անձը պետք է թիրախավորվի իր գործունեության համար եւ իրենք ունեն ավելի նվազ պաշտպանվածություն հանրային կարծիքից, սակայն խոսքը չի գնում անձնական կյանքին ներխուժման մեջ եւ առավել եւս նմանատիպ պիտակավորող տեղեկատվությունների տարածումը, սակայն ինձ մեկ այլ հանգամանք ավելի շատ է անհանգստացնում, երբ կանայք չեն պայքարում։ Օրինակ, ես վստահ եմ, որ շատ ավելի քիչ հաղորդումներ եք դուք ստանում նման դեպքերի հետ կապված, երբ կինը թիրախավորվում է հանրային կարծիքի արտահայտման համար, ատելության խոսքի թիրախում է հայտնվում։ Ես գիտեմ, որ դուք մոնիտորինգ իրականացնում եք, հավաքագրում եք եւ ձեր հաշվետվություններում ամենը արտացոլվում է, բայց ավելի մտահոգիչ է, երբ կինը ինքը չի ձեռնարկում գործիքներ, որոնք կան Հայաստանում, ցույց տալու համար, որ սա նորմ չէ եւ սրա դեմ պետք է համատեղ պայքարենք։ Ես ցավալի մի քանի փաստերի մասին կխոսեմ ձեր բարձրաձայնած հարցադրման համատեքստում, որովհետեւ շատ ճիշտ խնդրի մասին սկսեցիք խոսել, բայց դա կարծում եմ ունի շատ ցավալի պատճառներ եւ նաեւ ցավալի համատեքստ, որովհետեւ այո, կանանց մեծ մասը նախ ինքնին չի էլ պատկերացնում, որ ըստ էության այն ամենը, ինչ իր դեմ է կատարվում կամ այն իրավիճակը, որում ինքը հայտնվել է, խնդրահարույց է։ Նույն օրինակ վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը։ Եվ կանանց մեծ մասը, հատկապես երբ օրինակ ես տարբեր բնակավայրերում շփվում եմ կանանց հետ, իմ հաղորդակցությունը պարզապես նրանց հետ ինձ հուշում է, որ իրենք ոչ միայն չեն պատկերացնում, որ այնինչ իրենց նկատմամբ տեղի է ունեցել, բռնություն է ըստ էության, այլ շատ դեպքերում նաև դա նորմալ են համարում, որովհետև այն միջավայրը, որում դաստիարակվել են, որում կրթություն են ստացել, որից ինֆորմացիա են ստանում, հենց այդպիսին է եւ այդ տեսակի արարքները ոչ միայն արդարացնում է, այլ շատ նորմալ է համարում։ Կամ օրինակ, երբ կանայք թիրախավորվում են իրենց կին լինելու հանգամանքի հիմքով, այս դեպքերում էլ մեկ շատ դեպքերում կանայք չեն պատկերացնում, որ դա բացասական երևույթ է, բայց այստեղ երկրորդ հանգամանքն էլ կա, որին կարծում եմ պետք է ուշադրություն դարձնենք, այն, որ ըստ էության շատ դեպքերում միջավայրն ինքնին սոլիդար ու հակազդող չի լինում այդ ամենին եւ շատ իրավիճակներում կինը միայնակ է լինում այս ամենի դեմ պայքարելիս։ Ես օրինակ կուզենամ արձանագրել նույն եթե հայաստանյան համատեքստը դիտարկենք, նույն մեր աշխատակազմի դիտանկյունից կամ հենց իմ թիրախավորման դեպքերի տեսանկյունից, կուզենամ արձանագրել, որ օրինակ այդ թիրախավորման դեպքերը որպես կին թիրախավորմանի նկատի ունեմ կամ այլ հիմքերով, Հայաստանում թիրախավորում իրականացնելու իրականացվել է բացառապես միջազգային գործընկերների կողմից, այդ թվում հրապարակային եղանակով։ Մինչդեռ օրինակ հայաստանյան դերակատարներից շատ քչերն են, որ որևէ կերպ թե այս դեպքին, թե մյուս անձանց հետ կապված դեպքերին անդրադարձ կատարում են, որովհետև այստեղ մենք գործ չունենք, անձի գործունեության հետ, որտեղ դու կարող ես ունենալ տարբեր տեսակետներ եւ դա նորմալ է, ցանկացած հասարակությունում կարող է լինել առողջ բանավեճ։ Այստեղ մենք ըստ էության խոսում ենք այն իրավիճակների մասին, երբ անձը թիրախավորվում է կամ սեռով պայմանավորված կամ այլ հանգամանքով, այլ պաշտպանվող հատկանիշով պայմանավորված եւ ըստ էության հասարակությունը պիտի ունենա դրան հակազդեցություն։ Ավելին ձեզ նշեմ, մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ շատ կին պաշտոնյաների թիրախավորում են հենց կանայք, օրինակ կին լրագրողներ, որոնք տարածում են տեղեկատվություն այն ձևաչափով, որը իհարկե միգուցե եթե օրինակ պարզաբանում պահանջենք, մարդիկ ասեն, որ մենք գործունեությանն ենք անդրադարձել կամ համատեքստին, բայց իրականում այնպիսի եզրույթներ են օգտագործվում, որ ակնհայտ է, որ թիրախավորվում է նաև կինը հենց կին լինելու հիմքով, եւ սա շատ վտանգավոր երևույթ է։ Ես կարծում եմ մենք պիտի նախ կրթական միջավայրում շատ լուրջ բարեփոխումներ իրականացնենք այս առումով, որովհետև այստեղ նաև էթիկական ասպեկտ կա։ Ես հիշում եմ, երբ խորհրդապահական քննարկումներից մեկին, երբ մենք տարբեր միջազգային գործընկերներով, նաև մարդու իրավունքների պաշտպանների այդպես խորհրդապահական քննարկում էր, որտեղ ուղղակի պահանջվել էր օրինակներ բերել, թե իրենց երկրում օրինակ կանայք ու հենց իրենք ինչպես կարող են թիրախավորվել։
Մենք երբ դիտարկում ենք տարբեր այլ երկրներ, հա, կային էլի այդ թվում սեռով պայմանավորված թիրախավորման դեպքեր, բայց դրանք կարող էին լինել կամ բացառիկ, կամ առնվազն նվազագույն էթիկական չափանիշները գոնե ինչ որտեղ փորձում էին հաշվի առնել։ Օրինակ, մեր պարագայում նույնիսկ առնվազն էթիկական չափանիշի հաշվառում չկա եւ այստեղ նաեւ հասարակության ընդհանուր մակարդակի հետ կապված եւ վերաբերմունքի հետ կապված հարցեր կան։ Կարծում եմ իրապես կրթության համակարգը պետք է բարեփոխել, անընդհատ պետք է իրազեկել մարդկանց եւ օրինակ կարծում եմ նման զրույցները այդ առումով եւս շատ կարեւոր են, բայց դրա հետ մեկտեղ պետք է նաեւ ճիշտ մեթոդաբանությամբ հակազդել այդ երևույթներին։ Ի նկատի ունեմ ագրեսիվ մեթոդաբանություն կիրառել, որը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, հատկապես այն իրավիճակներում, երբ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ սա խնդիր է, բայց կարելի է շատ հետաքրքիր մեթոդաբանություն կիրառել եւ այս երևույթներին ճիշտ տրամաբանությամբ հակազդել։ Իրականում դուք նաև տարաք մեկ այլ հետաքրքիր ոլորտ խոսակցությունը, որ այո, անհրաժեշտ են իրավական մեխանիզմներ, ինչպիսիք են օրինակ քվոտավորումը։ Եվ տեսեք, մենք ունենք բացարձակ իրավիճակ, երբ մենք ունենք առավելագույն կանանց ներգրավվածություն, համեմատություն այլ ոլորտների ազգային ժողովում եւ ավականիներում, որովհետեւ մենք ունենք օրենսդրական պահանջ, որ ցուցակի յուրաքանչյուր եռյակը պետք է ներառի երկու գենդերներից գոնե մեկական ներկայացուցիչ սկզբունքը, որը բերում է, որ մենք ունենք որոշակի իրավիճակ, սակայն մենք չունենք որևէ մարզպետ կին այսօր։ Դիվանագիտական կորպուսում շուրջ 51% ԱԳՆ աշխատակիցների կանայք են, սակայն ունենք ընդամենը 11% դեսպաններ։ Եվ ունենք իրավիճակներ, երբ ես ինքս երբեմն քվոտավորումը արհեստական եմ անվանում, որովհետև միշտ չէ, երբ պահանջի արկայությունը բերում է որակական ներգրավվածություն։ Ես գիտեմ, որ շատ հաճախ պարզապես ստիպում են, որ կին լինի եւ այդ կինը չի ցանկանում, պարզապես այնտեղ ներկայ է լինում, բայց ինչ պետք է արվի եւս, դուք նշեցիք կրթություն, դուք նշեցիք կարևոր մի խնդիր խոչընդոտների վերացում, բայց նաև մենք կանայք ինչ ունենք անելու, ըստ իս նաև կարող է այն, որ դուք ունեք փորձառություն, դրական փորձառություն, հաղթահարելու խոչընդոտները, որոնք բազմաթիվ են ձեր աշխատանքի մեջ, եւ դա կիսելը երիտասարդ աղջիկների հետ կարող է նրանց ոգևորել։ Միանշանակ կարծում եմ ընդհանրապես թե փորձառությունը կիսելը, թե նաև բացասական փորձի վերաբերյալ խոսելը շատ կարևոր նշանակություն ունի եւ նաև մարդկանց ցույց տալը, որ իրենք միայնակ չեն, որովհետև երբ մարդը հասկանում է, որ ինքը միայնակ է, բնականաբար շատ ավելի դժվար է լինում ընդհանուր ներգրավվածության երաշխավորումը ոչ միայն այս բնակավարում, այլ նաև ընդհանուր այլ բնակավարներում։ Կուզենամ հատուկ շեշտադրել, քանի որ սա նաև ոչ թե մասնագիտական, այսպես պաշտոնական հարցազրույց է, այլ ավելի զրույցի ձևաչափով իրականացվող հարցազրույց է։ Այստեղ շատ կարևոր դերակատարություն ընդհանրապես ունեն տարբեր այլ ասպեկտներ, որոնք շատ ավելի սոցիալ-հոգեբանական բնույթ են կրում, առաջին հերթին կարծում եմ։ Նախ շատ կարևոր է, որպեսզի մեր միջավայրը հնարավորինս սոլիդար լինի, կարեկից եւ ապրումակցող լինի, ինչը մենք այսօր ընդհանրապես չունենք։ Այսինքն այդ սոլիդարությունը թե ասում եմ նվազագույն էթիկական չափանիշները պահպանելու տեսանկյունից, թե նաև ապրումակցելու եւ կարեկցելու այդ ունակությունը շատ կարեւոր է միջավայրային փոփոխություններ բերելու համար։ Ես օրինակ այդ թվում իմ գործունեության համատեքստում նկատում էի, որ երբ ինքս մարդու իրավունքների պաշտպան դարձա, ունեի գործընկերներ, ում հետ շատ երկար տարիներ միասին աշխատել էինք։ Իրենք եղել էին տարբեր թե հանրային պաշտոններում, թե տարբեր իրավիճակներում, միասին դասավանդել էինք համալսարանում, եւ ինձ համար երբևէ օրինակ կարևոր չի եղել, թե իրենք այդ փուլում ինչ գործունեություն են իրականացնում, ինչ դիրքորոշումներ ունեն տարբեր հարցերի հետ կապված, այդ էթիկական ասպեկտը
ես ինքս մշտապես պահպանել եմ եւ ինձ համար շատ տարօրինակ էր, երբ էթիկական ասպեկտը քո նկատմամբ կարող են չպահպանել մարդիկ, ովքեր քեզ կարող են ճանաչել եւ այնպիսի թիրախավորման եղանակներ օգտագործել հենց իրենց կողմից կամ իրենց կողմից կազմակերպված, ինչը ինձ համար առնվազն զուտ այդ էթիկական ասպեկտի տեսանկյունից շատ զարմանալի էր, որովհետև նման բանի կարծում եմ շատ քիչ միջավայրերում կհանդիպես եւ այս հանգամանքին իրապես պետք է ուշադրություն դարձնել այդ էթիկական կողմը, կարծում եմ մեզ մոտ նախ շատ լուրջ զարգացման կարիք ունի, ինչը նաեւ կանանց սոլիդարության, միջավայրը որպես այդպեսին ձևավորում, շատ կարևորում եմ, որպեսզի մենք անընդհատ հրապարակային խոսենք այս խնդիրների մասին։ Խոսենք թե խնդրի առկայության մասին, թե դրա հաղթահարման մեթոդների մասին եւ ցույց տանք նաեւ դրական փորձ, այսինքն ցույց տանք, որ կան մարդիկ, ովքեր ունեցել են այդ խնդիրները, բայց հաջողել են իրենց կյանքում եւ սա դրական փորձ է, որը բոլորի հետ պիտի կիսվի եւ պետք է փորձենք նաեւ իրար նեցուկ լինել այս առումով։ Դա է օրինակ պատճառ, որ ես անձնապես շատ եմ մասնակցում նաեւ հանրային իրազեկման միջոցառումների ու շատ եմ մեկնում Հայաստանի գյուղական բնակավայրեր, հատկապես այնպիսի բնակավայրեր, որտեղ նույնիսկ շատ հաճախ մարդիկ չեն այցելի կամ պաշտոնատար անձինք չեն այցելում կամ ծրագրեր շատ չեն իրականացվում եւ կարծում եմ սա միջավայր է փոխում նաեւ մարդկանց համար, որովհետեւ ժամանակին ինձ համար եւս այդ բոլոր հանգամանքները եղել են կարեւոր։ Իհարկե օրենսդրության ընդունումը եւս ես կարեւոր եմ համարում, որովհետեւ իրապես առանցքային է, որպեսզի մենք ունենանք պատշաճ օրենսդրություն ոլորտում, բայց ինչպես դուք էլ իրավացիորեն նշեցիք, դա բոլորովին բավարար չէ պատշաճ միջավայր ձևավորելու համար, հետեւաբար այդ կառուցակարգերը իրոք շատ կարևոր են, դուք անդրադարձաք կվոտավորման գաղափարին, սա կարծում եմ շատ կարևոր գործիք է, առանցքային գործիք է, չեմ կարծում, որ դա արտոնություն է, որովհետև դա ընդհանրապես մոտեցում է խթանելու, որպեսզի գենդերային հավասարություն երաշխավորվի, որովհետև քվոտաներ ըստ էության նախատեսված չեն հենց կանանց համար, ըստ էության քվոտաները այդ հավասարությունը երաշխավորելու համար են նախատեսված։ Ուզենամ մի հետաքրքիր հանգամանքի անդրադառնալ, ես ինքս նաև դասավանդում եմ արդեն իմ տարիքին համապատասխան այսպես երկար տարիներ Երևանի պետական համալսարանում եւ վերջերս ուսանողներիցս մեկի հետ քննարկում էինք իր հետազոտական աշխատանքը, որը հենց գենդերային հավասարությանն էր վերաբերում եւ ինձ ասաց, որ հետազոտություն է ինքը իրականացրել, իդեպ տղամարդ էր, ուսանողը, եւ ինձ դա էլ շատ կարեւոր թվաց, առանցքային թվաց, որ ինքը հենց այդ թեմատիկան է կարևորել հետազոտություն իրականացնելու համար եւ սոցիալական փոքրիկ հարցում էր արել ընդհանուր առմամբ Հայաստանում պատկերացումների եւ այլնի մասով ու ինձ ասաց, որ այդ հարցումների հիմնական պատասխանները ըստ էության այնպիսին էին, որ բոլորը պատրաստ էին կին տեսնել գործադիր իշխանության ղեկավարի, նախարարների եւ այլնի եւ այլ համանման պաշտոններում, բայց որևէ մեկը պատրաստ չէր մարզպետի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնում կին տեսնել եւ ուսանողիս հետազոտությունը ու եզրահանգումը նրան էր հանգում, որ միգուցե իրենք պատրաստ չեն իրենց հետ անմիջականորեն շփվող, անձանց տեսնել որպես կին ղեկավար, մինչդեռ այդպես հերվից նայելու տեսանկյունից միգուցե պատրաստ են։ Ես հիմա հատուկ եմ հիշատակում ուսանողիս այս հետազոտությունը, որովհետև կարևոր եմ համարում նաև, որպեսզի տղաները զբաղվեն այսպիսի խնդիրներով եւ այդ իրազեկումները կարևոր են ոչ միայն աղջիկների, կանանց, այլ հենց տղաների համար եւ մի փոքր խնդրի էլ անդրադառնամ տեղական ինքնակառավարման մարմինների առումով, որովհետեւ այո, նշեցիք, որ քվոտավորման համատեքստում այդ խնդրին փորձ է կատարվել լուծում տալ, բայց դարձյալ հետազոտությունները հուշում են, որ նույնիսկ այն տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ կանայք մեծ թիվ են զբաղեցնում, շատ դեպքերում իրենք նույնիսկ քննարկումներին չեն մասնակցում, շատ пассив են կամ մի լրագրողական հետաքննություն էր մեր հարգարժան լրագրողներից մեկը իրականացրել
որը մի քանի պատմությունների էր վերաբերում կին ընտրված ավականու անդամներին մանդատից հրաժարվել ստիպելուն եւ դարձյալ լրագրողական հետաքննության շրջանակներում էլի ներկայացված էին դեպքեր, թե ինչպես են անձնական կյանքի հետ կապված տվյալներ օգտագործվում ճնշելու համար անձին ու նման այլ հանգամանքներ եւ միանշանակ կարծում եմ, որ պետք է այս ամենի դեմ պայքարել, բայց միասին սոլիդար եւ միմյանց նեցուկ լինելով։ Միանշանակ բառը դժվարանում եմ թարգմանել, միգուցե դուք ինձ օգնեք, role model ասածը։ Պետք է ստեղծվեն այդ կերպարները, ովքեր կարող են լինել դերային, ում պետք է տեսնել իրենց քաջությունը եւ ոգևորվել այդ ամենով։ Սա ինձ թվում է շատ կարեւոր է հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնավորապես 23-24 ուսումնական տարվա ընթացքում հայաստանյան բուհեր ընդունված ուսանողների 56%-ը կանայք էին։ Հետևաբար հասարակությունում գերակշիռ մարսը բարձրագույն կրթություն ունեցող կանայք են։ Եվ հետևաբար մենք ունենք մեկ այլ խնդիր, երբ կինը հայտնվելով որոշում կայացնող սեղանի շուրջ քայլ է անում հետ եւ չի մասնակցում այդ որոշումների կայացմանը, այստեղ խնդիրները բազմաթիվ են եւ խնդիրների լուծումը ես տեսնում եմ առաջին հերթին հենց հասարակության հետ աշխատանքում, կանանց հետ աշխատանքում, երբ մենք պետք է կանայք, ովքեր ունեն հաջողության պատմություններ, խրախուսեն, ներգրավեն, թույլ տան, որ այդ փորձությունների միջոցով աջակցի հետ անցնեն կանայք ճանապարհը եւ հարթեն այդ։ Դրա համար այսպիսի ոդքասթը եւ քննարկումը ինձ թվում է շատ կարեւոր է, ցույց տալու համար նաեւ մարդկային կողմը։ Հաճախ հանրային կանայք շատ ավելի ուժեղ են երևում եւ թվում է թե իրենք սառույցից են եւ իրենց հետ ոչինչ չի պատահում, էմոցիոնալ դաշտ չկա եւ խնդիրներ չեն հաղթահարում։ Այնինչ ազնվությունը եւ բացությունը ցույց տալու կարծում եմ շատ կարեւոր է, ցույց տալու համար, որ կան եւ պետք է ավելի լինեն այսպիսի մարդիկ եւ երևի ամփոփելով մի այսպիսի փորձենք ամփոփել իրավիճակը վերջերս Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 25-28 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատվեց։ Մենք բարձրաձայնեցինք բազմաթիվ խնդիրներ, որոնք իրականում այս ռազմավարության գերակայությունների շրջանակում են եւ պետությունը բազմաթիվ գործողություններ է նախատեսում միտված իրավիճակի բարելավմանը։ Եթե այսպես փորձենք ամփոփել, ըստ ձեզ հնարավոր է պարզապես օրենսդրական կամ ռազմավարական մակարդակում հասնել հաջողության եւ ինչ պետք է անի հասարակությունը, կանայք, գենդերային բոլոր խմբերը, որպեսզի համատեղ ըստիս կարողանանք հասնել հաջողության։ Ըստ էության ցանկացած ռազմավարություն բնականաբար շատ կարևոր ամփոփ փաստաթուղթ է, թե որոշակի խնդիրներ, թե գերակայություններ ամրագրելու տեսանկյունից, բայց չեմ կարծում, որ որևէ ռազմավարություն կարող է ամբողջությամբ նախ թիրախավորել, հասցեավորել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են, դրա հետ մեկտեղ չեմ կարծում, որ որևէ ռազմավարություն կամ որևէ օրենք առանց այլ զուգահեռաբար իրականացվող տարբեր գործընթացների կարողանան լուծել առկա բոլոր խնդիրները։ Ես շատ ուրախ եմ, որ ընդունվել է Հայաստանում գենդերային հավասարության ռազմավարությունը, որովհետև միայն դրա առկայությունն արդեն իսկ եւ դրա վերաբերյալ հրապարակային խոսելը, այդ թվում տղամարդ պաշտոնատար անձանց կողմից շատ կարևոր է, որպեսզի հանրային ընկալումներ փոխվեն խնդրի էության առնչությամբ, բայց ինչպես այս ամբողջ զրույցի ընթացքում մենք խոսեցինք այն հանգամանքի կարևորության մասին, որ նաև շատ այլ ձևաչափերի գործադրում է ենթադրում իրական նպատակի իրականացումը, բնականաբար հիմա էլ դա կկրկնեմ, քանի որ խոսեցիք նախորդ հարցի շրջանակներում նաև այդպես մոդելային կերպարների մասին, ես ինքս էլ նշեմ, որ այո, շատ կարևոր եմ համարում այդպիսի մոդելային կերպարների առկայությունը եւ այո, նրանց դրական փորձի ներկայացումը։ Ես ուզում եմ կոչ անել բոլորին, որ իրապես չվախենան իրենց ճանապարհին հայտնվող մարտահրավերներից, հատկապես կանանց եւ աղջիկներին, որովհետև մարտահրավերները միանշանակ շատ են լինելու, ես ի սկզբանե կարող եմ նշել այդ մասին, բայց դրանք ունեն նաև հաղթահարելու պատշաճ գործիքակազմեր,
ընդ որում այնպիսի գործիքակազմեր, որոնք կարող են երաշխավորել նաև էթիկական ստանդարտների ու պրոֆեսիոնալ ստանդարտների պահպանումը, եւ նաև դա է պատճառը, որ ես այո չեմ վախենում իմ բոլոր փորձառությունների մասին նաև հրապարակային խոսել եւ այս զրույցի ընթացքում միգուցե շատ խնդիրների չանդրադարձանք, բայց երբ ես երիտասարդների հետ եմ հանդիպում, կլինեն աղջիկներ, տղաներ, թե նաև ավելի հասուն կանայք, տղամարդիկ տարբեր խմբեր ներկայացնող, ես իրապես ներկայացնում եմ այն իրավիճակները, որտեղ ինքս հայտնված եմ եղել, այդ թվում իհարկե բնականաբար առանց անհատականացնող տվյալների խոսում եմ օրինակ այն մասին, թե ինչ իրավիճակներ են եղել, որոնք իրապես էթիկական ստանդարտներին չեն համապատասխանել իմ գործընկերների հետ կապված տարբեր իրավիճակներ, որպեսզի նախ նրանք էլ պատկերացնեն, թե իրական մարդու վրա ինչպես կարող է ազդել, հա, խնդիրը, որովհետև երբ իրենք օրինակ շփվում են քեզ հետ եւ տեսնում են, որ թե էթիկական, թե պրոֆեսիոնալ, թե այլ մակարդակների տեսանկյունից կարծես թե շփվում են նորմալ անձի հետ, ես միայն ինձի նկատի չունեմ, նաեւ նկատի ունեմ շատ այլ գործընկերների, նրանք արդեն մարդու են տեսնում եւ երբ տեսնում են մարդուն մի իրավիճակում, որը իրոք կարող է իրեն խոցել եւ ճակատագրի վրա ազդել, որովհետեւ իրավիճակներից շատերը օրինակ, եթե մեզ համար եղել են հաղթահարելի, ես վստահեցնում եմ, որ կանանց մեծամասնության համար չեն եղել հաղթահարելի եւ դա է պատճառը, որ օրինակ մենք այսօր հանգիստ խոսում ենք այդ խնդիրների մասին, բայց կանանց մեծամասնությունը որևէ հանրային գործունեություն վախեցել է իրականացնել միայն մի խնդրի պատճառով եւ չի կարողացել դուրս գալ իրավիճակից եւ երբ մարդիկ տեսնում են թե տղամարդիկ, թե կանայք, թե երիտասարդ աղջիկներ, տղաներ, որ ամեն մի հարցի հետևում իրական մարդու ճակատագիրը թաքնված, իրենք հարցերին սկսում են բոլորովին այլ կերպ նայել, հետեւաբար կարծում եմ այո շատ կարեւոր է այս բոլոր գործիքների կիրառումը, բայց շատ կարեւոր է կրթության համակարգը վերափոխել, մարդկանց հետ անընդհատ շփվել, հանրային իրազեկումներ իրականացնել եւ երկրորդ ամենակարևոր ասպեկտներից մեկը կարծում եմ այն է, որ մենք պետք է նաև մեր այն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կամ ցանկացած հանրային գործունեություն իրականացնող անձանց գիտելիքներն ու հմտությունները մի առումով փոխենք, եթե դրանք կարծրատիպային են, մյուս առումով բարելավենք, որպեսզի մարդկանց հետ շփվելիս նրանք չունենային այդ սխալ մոտեցումները, որոնք ինքնին կարող են հանգեցնել խտրական վերաբերմունքի եւ մոտեցումների։ Եվ իրականում այսպես որպես առաջարկ նաև կարող եմ ձևակերպել, կարծում եմ հետաքրքիր կլինի ունենալ կոնֆերանս, քննարկում, երբ տղամարդիկ խոսեն կանանց իրավունքների, կանանց ներգրավվածության մասին, փորձը ցույց է տալիս մեր բազմաթիվ կանանց ակադեմիաների շրջանավարտներ մեզ դիմում են եւ խնդրում իրականացնել նաեւ տղամարդկանց ակադեմիաներ, որովհետեւ այստեղ երկու ստեկ իրար նաեւ ընդունելու հավասարության նշանը իրականում դնելու խնդիր ունենք։ Շնորհակալ եմ շատ, ինձ թվում է բավականին հետաքրքիր զրույց ստացվեց, որը բավականին հետաքրքիր մտքեր առաջացրեց եւ վստահ եմ, որ հասարակությունը նաեւ կունենա գեներացրած գործողությունների քայլեր, որովհետեւ մենք ավելի շատ խոսեցինք խնդիրների մասին եւ տվեցինք ճանապարհ մտածելու ինչպես կարելի է գնալ առաջ։ Շնորհակալ եմ Տիկին Մանասյան։ Ես եմ շնորհակալ եւ նշեմ, որ այո, շատ կարևոր է ունենալ տղամարդկանց համար նաև համապատասխան միջոցառումներ եւ նաև արձանագրեմ, որ ընդամենը երևի թե 1 ամիս առաջ մենք Մարտունի համայնքում հենց նման երիտասարդների հետ շատ հետաքրքիր միջոցառում կազմակերպեցինք հենց համայնքի երիտասարդների համար եւ թիրախավորված թեմաներից մեկը հենց կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություններ եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները ու մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ հենց տղաներն էին շատ ակտիվ այդ ամբողջ գործընթացում եւ հույս ունեմ, որ նման միջոցառումներ, այդ թվում ձեր կողմից իրականացվող, իրենց շուտապույտ արդյունքը կտան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, հուսամ շուտով կունենանք եւս մեկ զրույց, երբ կարձանագրենք իրավիճակի լավացումներ։ Հույս ունենք։